Ժորժան, վերջերս ԱՄՆ-ում տեղի ունեցավ կարևոր միջոցառում, վերլուծական մի կարևոր կենտրոն, որը որ ԱՄՆ-ում է եւ կապված է պաշտոնական օղակների հետ, այդ կենտրոնի Եվրասիական վերլուծական կենտրոնի ներկայացուցիչը հայտարարել է Հայաստանի մասին հետեւյալը, որ Հայաստանը պետք է լինի թուրքական աշխարհի մաս։ Հիմա որոշ շրջանակներ, որոնք Հայաստանում ասում էին, որ Հայաստանը ունի ընտրություն Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև, ինչ սրանք կպատասխանեն, Արևմտյան կարևոր վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ ասում է հետեւյալը, որը կապված է պետական օղակների հետ, որ Հայաստանը իրանք դիտարկում են որպես թուրքական աշխարհի մաս, եւ Թուրքիայի դերի եւ նշանակության մասին են խոսում, որ իրանց համար շատ կարեւոր է, որ Թուրքիան ընդլայնվի թե կենտրոնական Ասիայում, թե հարավային Կովկասում։ Այսինքն Արևմուտքը ինչ տեսնում է, որ Թուրքիան պետք է ընդլայնվի Հայաստանի ազգային ու պետական շահերի հաշվին, հա, այդպես է ստացվում, բայց հիմա այս օղակները, որ ասում են Հայաստանը ունի ընտրություն Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, ինչ կասեն։ Արևմուտքը տեսնում է մեզ որպես թուրքական աշխարհի մաս։ Ժորժան, իսկ կարող է Արցախը, որ հոկտեմբերի 6-ին 2022 թվականին ճանաչեցին հենց Ադրբեջանի մաս, որոշ արևմտյան երկրների միջնորդությամբ հենց Արցախը խանգարում էր այս ծրագրի իրականացմանը, որպեսզի որոշ աշխարհաքաղաքական կենտրոններ իրականացնեն իրանց այս ասած քաղաքականությունը։ Ինչ է կարծում դուք։